Մելիքյան, երեկ Արարատի մարզում իրավական համակարգը կարծես թե գլխատվեց, մի շարք պաշտոնանկություններ եղան եւ չարվեց նոր նշանակումներ։ Կարող ենք ասել, որ սա իրոք բաց թողում էր եւ շատ հապճեպ որոշումներ կայացվեց։ Ես հետևյալ գնահատականը կտայի, դա ցույց է տալիս, որ նախնական մեր մոտեցումը, որ այստեղ կան լուրջ խնդիրներ, իրականությանը համապատասխան էր, այսինքն աշխարհ քննություն այս գործերով չի իրականացվել եւ դա շատ ակնհայտ էր։ Դրա դեմ վիճելը այնքան դժվար էր, շատ པարզ ճշմարտություն էր։ Եվ առավել եւս որ մենք անգամ չգիտենք էլ, բարձրացած փետրվարից ոստիկանությունը տեղեկություն ուներ այդ մասը։ Եթե ոստիկանությունը փետրվարից տեղեկություն է ունեցել եւ իրավապահ համակարգի չեմ ուզում որևէ մեկին առանձնացրել, խափանման, կանխման, հանցագործությունների պատճառների վերացման, մարդկանց աչքի առջևից այդ ենթադրյալ հանցագործներին հեռացնելու գործառույթը չի կատարել, դա արդեն նշանակում է, որ խնդիր կա։ Դիտավորություն եղել է, չի եղել, անպուտություն է եղել, որ մեկն է ավելի մեղավոր, որ մեկն է ավելի քիչ մեղավոր։ Դա նույնիսկ մեր տեսանկյունից երկրորդական է, որտեղ սա պետության պարտականությունն է, այլ ոչ թե կոնկրետ մարմնի։ Սա ընդհանուր պետության պարտականություն է։ Պարոն Մելիքյան, կարծես թե ծառայողական քննություն, հետաքննություն չի անցկացվում եւ կարծում եք, որ այս 5 պաշտոնանկությունը հերիք է այս արդյունքի համար եւ տեսնում ենք, որ նոր նշանակումներ չեն արվել։ Երեք Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրավապահ համակարգն է բացահայտել այս գործը։ Ակնհայտ է, չէ՞ որ իրավապահ համակարգը չի բացահայտել այս գործը։ Եթե խոսքը վերաբերվում է փետրվարի դեպքերին, ապա վայ այդ բացահայտմանը, որտեղ այդ բացահայտման արդյունքում որևէ բան չի ստացվել, ընդհակառակը մարդկանց մոտ բացի անարդարության զգացումից նաև պետական իշխանության արդյունավետության նկատմամբ է այսպես հավատը նվազել, որովհետև մարդիկ տեսնում են իրավապահ համակարգը տեղակի դեպքերից, բայց ոչ մի բան չի կատարվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ մեղմ ասած իրականությանը չէին համապատասխան։ Եվ նույնիսկ հակասության մեջ էին հետագա գործողությունների այս պաշտոնանկությունների հետ։ Նաև այստեղ կարող է լինել նախարարների մեղավորությունը, քանի որ սա իրենց ենթակայության տակ գտնվող կառույցներն են, որը պատշաճ չի իրականացնում։ Պատասխանատվությունը միշտ նախարարների վրա է։ Այստեղ խոսքը վերաբերում է քաղաքական պատասխանատվության։ Ինչի է համակարգը այնպես ձևավորվում, որ ցանկացած կառույց հատկապես ոստիկանության մասով ոստիկանության կառույցը ունի քաղաքական պատասխանատվություն կրող անձ։ Այո, բնականաբար այստեղ քաղաքական պատասխանատվության խնդիր կա։ Ախոս։ Առավել եւս, որ ներքին գործերի նախարարը ինքը վեդեցի է եւ քիչ դժվար է պատկերացնում, որ իր ականջին հասած չլիներ այս պատմությունը։ Թե ինչպես է զեկուցել, ով է զեկուցել, ինչու ճիշտ որոշումներ չեն կայացվել ոստիկանության մասով, առավել եւս մյուս կառույցների մասով, շատ կդժվարանամ ասել, բայց ինչ որ մեկին առանձնացնել, մյուսներին մոռանալ կամ ես նման մոտեցման կողմնակից չեմ։ Ես ուզում եմ արձանագրել, որ մեր պետության մեջ ոչ միայն մեր պետությունը տապալել է այս քննությունը։ Հիմա, եթե նրանք որոշել են, որ պետք է իսկապես արդյունավետ քննություն իրականացնել, եւ խոսքը միայն չի վերաբերում կանոնավորումներին, այլ առհասարակ արդյունավետ քննությանը, ամբողջ շղթայի բացահայտմանը, ճշմարտության բացահայտմանը, ապա մենք միայն եւ միայն ողջունում թողանեն, մենք շադրությամբ հետևում ենք իրավիճակին։ Ես կարծում եմ այս ամենի մեջ շատ կարևոր դեր ունի այն, որ իրավապահ համակարգը գերբեռնված է քաղաքական պատվերներով։ Պատկերացրեք, ինչ որ մի ձեռնարկության օրինակով փորձենք հարցնել, ինչ որ մի ձեռնարկություն, ինչ որ մի գործառույթ է իրականացնում, չգիտեմ, օրինակ ինչ որ մի հագուստ է կարում։ Մենք էլ գալիս է ինչ որ մի հատ ուրիշ պատվեր, որը որ շատ ավելի հրատապ է, շատ ավելի ծավալուն է։ Ինչ է անում այդ ձեռնարկությունը, մոռանում է ամեն ինչ եւ սկսում է, չգիտեմ, սրտիկներ կարելու օրինակ իր նոր գործառույթը, որով տապալում է իր բուն գործառույթը, որը ասենք օրինակ շատ կարևոր հագուստի հագուստ կարելն էր։ Այսպիսի իրավիճակի հետ մենք գործում։ Մենք տեսնում ենք, որ իրավապահ համակարգը գերբեռնված է քաղաքական պատվերներով։ Եվ ցավոք սրտի պատճառը դա է, եւ երբ որ ասում են պետք չի քաղաքականացնել, պետք չի քաղաքականացնել։ Okay, դրա անունը եկեք քաղաքականացնել չդնենք։ Բայց բարձ մաթեմատիկական իրավիճակ է։ Կառույցները ունեն առաջնային գործառույթ, իսկ մենք տեսնում ենք անընդհատ հրապարակային դաշտում, որ նրանք քաղաքական այսպես գործառույթներ են, դրան են առաջնություն տալի։ Պարզ չի, որ այն բուն գործառույթը ուրեմն ստորաբերվելու է, տուժելու է, արդյունավետությունը նվազելու է։